Ողջույն սիրելիներս, այսօր միասին կպատրաստենք տիրամիսու։ Տիրամիսու պատրաստելու համար նախորդ վերցնում ենք 2 ճաշի գթալ լուծվող սուրճ, ավելացնում ենք եռման ջուր, մոտ 1 բաժակ ջուր ենք ավելացնելու, թողնելու ենք սառչի։ Խառնենք, որպեսզի ավելի հեշտ լուծվի և թողնենք, անցնենք մնացած գործողություններին։ Վերցնում ենք 4 ձու, դնում ենք ջրային գոլորշու վրա, պետք է հարենք այնքան, մինչև զանգվածը մի քանի անգամ մեծանա ու սպիտակի։ Զանգվածը պատրաստ է, թողնելու ենք մի փոքր հովանա։ Կազոչախից վերցնելուց հետո 1 բաժակ շաքարավազի կեսը ավելացնում ենք ձվի զանգվածին և հարում ենք, մինչև որ շաքարավազը լուծվի։ Արդեն պատրաստ է, հարած զանգվածը դնելու ենք մի կողմ և անցնենք մնացած գործողություններին։ Կառնարանից հանված սերուցքը 500 մգ պետք է հարենք, մինչև դառնա պինդ զանգված։ Սերուցքի վրա ավելացնում ենք շաքարավազի մյուս կեսը և հարում ենք այնքան ժամանակ, մինչև ստացվի պինդ զանգված։ Հարիչը միացնում ենք շատ ցածր աստիճանի տակ, արագ չենք հարում։ Արդեն պատրաստ է սերուցքը, ավելացնում ենք մասկարպոնե տեսակի պանիրը։ Եթե չեք կարողանում գտնել մասկարպոնե տեսակի պանիր, կարող եք օգտագործել ցանկացած սերուցքային պանիր։ Պանիրը ավելացնելուց հետո նորից կհարենք, որպեսզի դառնա միասեռ զանգված։ Անջատում ենք, ավելացնում ենք ձվի բեզեն, այս անգամ արդեն խառնելու ենք գդալով կամ հատուկ նախատեսված շերեփիկով։ Շատ դանդաղ լցնենք։ Չի կարելի այս զանգվածները միքսերով անցկացնել, պետք է այսպես շատ հանգիստ, դանդաղ զգուշությամբ տակնու վրա անել, այնքան մինչև դառնա միասեռ։ Եթե միքսերով անեք, ամբողջությամբ կփչանա, չի ստացվի ձեր մոտ ոչ մի բան։ Արդեն միասեռ է դարձել։ Դնենք մի կողմի վրա, ամանի տակը կրեմ ենք լցնում, տարածում ենք 1-ից 2 սանտիմետր հաստությամբ։ Գեղեցիկ, շատ գեղեցիկ պետք է տարածել։ Մի փոքր էլ կրեմ ավելացնեմ։ Տարածելուց հետո վերցնում ենք սավոյարդի տեսակի թխվածքաբլիթները։ Տեսեք, թխվածքաբլիթները մի կողմից շաքարավազով է պատված, մյուս կողմից ոչ։ Մենք վերցնում ենք շաքարավազի կողմով մի փոքր թաթախում ենք սուրճի մեջ և տեղավորում ենք ամանի մեջ կրեմների վրա։ Այսպես շարքով պետք է տեղավորենք։ Պետք է ամբողջությամբ չթրջվի, որպեսզի քաղցրավենիքը շատ թաց չլինի։ Իդեպ ասեմ, որ
Եթե սիրում եք կոնյակ, կարող եք 1 գթալ կոնյակ ավելացնել սուրճի մեջ, քանի որ մեր երեխաները կոնյակով չեն սիրում, ես չեմ ավելացնում կոնյակով։ Դասավորենք։ Առաջին շերտը դասավորելուց հետո նորից նույն ուղղությամբ քսում ենք կրեմը, փակում ենք, և շարում ենք նորից թխվածքաբլիթները։ Հերթով ազատ տեղ չենք թողնում, որպեսզի կրեմը շատ չլինի։ Տեսեք, ես մի փոքր եմ թաթախում, բայց ինքը ամբողջությամբ փափկելու է։ Երկրորդ շերտն էլ է պատրաստ, նորից նույն ուղղությամբ կրեմ ենք անում, այս անգամ կրեմը մի փոքր շատ ենք անելու, որովհետև վերջացնում ենք, փակում ենք։ Սա վերջնական շերտն է, քիչ ավելի գեղեցիկ տարածենք։ Վերջին շերտը քսելուց հետո կակաոյով ծածկելու ենք մի վայրկյան, առատ կակաո ենք անելու, կակաոն մաղով անցկացնենք, այնքան պետք է անենք կակաոն, որ ամբողջությամբ ծածկի վերին շերտը։ Մի փոքր էլ ավելացնեմ կակաո, դժվարությամբ եմ մաղով անցնում, մաղի անցքերը շատ մանր են։ Կարող եք մի փոքր լայն անցքերով մաղ վերցնել, ինձ մոտ անցքերը մանր են։ Ահա, պատրաստ է։ Ամբողջ գիշեր թողնելու ենք սառնարանում, առավոտյան կփորձենք։ Արդեն 4 ժամ անցել է, տիրամիսուն պատրաստ է, սառնարանից հանել եմ։ Հիմա կկիսենք։ Կարող եք ամբողջ գիշեր թողնել։ Տեսնենք։ Մեր տիրամիսուն պատրաստ է, շատ լավ է ստացվել, պատրաստեք և համ տեսեք։